շոու բիզնես ամբողջությամբ քո ձեռքում էր, դու երբ հասկացար, որ հաջողել ես, դու կայացել ես արդեն դու, ես ամսագրի Անի Քոչարն ես ի վերջո։ Ռեկորդային 15,000 տպաքանակով սպառվեց, դա տպագիր մամուլի պատմության մեջ երբևէ չլսված տպաքանակ էր։ Շատերը փլուզվում են, չեն կարողանում հաղթահարել այդ վիճակը։ Դու ոնց հաղթահարեցիր։ Պայքարում եմ սրտի շատ լուրջ ախտորոշումների դեմ, ավաղ դա մեկը չէ, եւ ես կարծում եմ, որ այս պայքարում էլ ես պետք է հաջողեմ։ Պատասխանատու եմ զգում այդ երկու մարդկանց նկատմամբ, ում ես կյանք եմ տվել, լույս աշխարհ եմ բերել եւ ես պարտավոր եմ այնպես ապրել, որպեսզի իրենց համար կարողանամ ապահովել հնարավորինս բարեկեցիկ, գեղեցիկ, անհոգ եւ առանց այդ տարիքի համար խիստ դժվարությունների կյանք։ Բավական երկար տարիներ է արդեն, որ մեր տղամարդիկ այդ բարդույթը հաղթահարել են։ Բժիշկ, հոգեթերապևտ եւ նաեւ կլինիկական հոգեբան Ռաֆայել Պետրոսյանը իր համախոհ ընկերների հետ ստեղծել է Միտք էլեկտրոնային հարթակը։ Կարող եք դիմել իրենց, խորհրդատվություն վերցնել, վստահ լինելով, որ ապահով ձեռքերում եք լինելու։ Իսկ դու կոմենտ գրելուց առաջ մտածել ես, որ հենց տվյալ հայտին քո կոմենտին անձամբ կպատասխանի եթերում։ Դե ինչ, ուշադիր հետևիր հաղորդմանը։ Comment Story։ Ողջույն սիրելի հետևորդներ, Ելակետի Comment Story հաղորդման շրջանակներում այսօր մեր տաղավարում է Անի Քոչարը։ Ողջույն Անի։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Հրաշալի։ Տրամադրությունը։ Փորձում եմ, որ միշտ դրական լինի։ Դա իհարկե ակնհայտ զգացվում է։ Ոնց ես դու այսքան դրական է մնում։ Ես կարծում եմ, որ դրական մնալը, փորձել մնալը հենց այն բաղադրատոմսն է, որն ինձ օգնում է հաղթահարել փորձությունները, չչարանալ եւ սիրտը չփակել, որովհետեւ այլ կերպ լինել պարզապես իմ պարագայում չի կարող, որովհետեւ եթե ես կորցնեմ այդ դրականը տեսնելու, մինչեւ վերջ լույսը տեսնելու, հույսը չկորցնելու այդ ֆանտաստիկ կարողությունը, ապա ես տանուլ կտամ, իսկ ես տանուլ տվողներից չեմ։ Դա արդեն բոլորս գիտենք։ Դու կին ես, որը անցել է այնպիսի պատմությունների միջով, որ սովորական մարդը կարծես չի դիմանա։ Արի սկզբում, քանի որ դու շատ բազմիցս հարցազրույցներում խոսել ես, քո պատմությունը գրեթե 99%-ը համեր հանրության գիտի, ես ուզում եմ ցես դրվագ առ դրվագ հիշենք ինչ-որ շրջաններ եւ անցնենք առաջ։ Օրինակ 2000-ական թվականների ես ամսագիրը։ Ես պաշտում էի ես ամսագիրը ու անհամբեր սպասում էի հաջորդ ամսագրի տպագրմանը, որովհետև դա ինձ միակ այդ հետաքրքրող բանն էր այդ շրջանում։ Շոու բիզնես ամբողջությամբ քո ձեռքում էր։ Դու երբ հասկացար, որ հաջողել ես, դու կայացել ես արդեն դու, ես ամսագրի Անի Քոչարն ես ի վերջո։ Նախ այս հրաշալի գեղեցիկ կարծիքը, որը քեզանից հնչեց, հնչում է գրեթե ամեն Աստծո օր եւ ամեն վայրում, Հայաստանի ամեն անկյունում, ուր ես լինում եմ, եւ սա ինձ չի կարող չերջանկացնել եւ իրականում այդ սերը, համակրանքը եւ հավատն ու վստահությունը իմ անձի, իմ արած գործի նկատմամբ ինձ պարտավորեցնում է հետագայում ել առավել բարձր նշաձող սահմանել եւ ել առավել ներկայանալի նախագծերով հանդես գալ ու ես շատ շնորհակալ եմ դրա համար իմ ժողովրդին ու ես երբեք չեմ համարել, որ ես կայացել եմ, մինչ օրս էլ ինձ վրա աշխատում եմ, փորձում եմ ինքնակատարելագործվել, կրկին ու կրկին սովորել, կրթվել, որովհետեւ եթե գա մի կետ, որ դու համարես, որ դու կայացել ես, որ դու ամենին ինչին ցանկանում ես հասել ես, ըստ իս արդեն կյանքը կարելի է համարել ավարտված, որովհետև եթե այլևս չունես գնալու տեղ, չունես ճանապարհ, չունես ինքդ քեզ կատարելագործելու տեղ, նշանակում է լճացում է արդեն ու կյանքդ սպառվում է եւ գնում է դեպի մայրամուտ։ Բայց քանի որ ես դեռ շատ եմ ուզում ապրել, շատ երկար ապրել եւ շատ անելիքներ, մտահղացումներ, երազանքներ, նախագծեր կա, դրա համար ես կարծում եմ, որ ես դեռ որքան ապրում եմ, այդքան տեղ ունեմ կայանալու։ Իսկ եթե խոսքը զուտ պարզապես որպես ես ամսագրի գլխավոր խմբագիր նախագծի հեղինակ, պետք է ասեմ հենց առաջին իսկ համարից ես հասկացա, որ հաջողել ենք։ Իհարկե ես շատ հավատում եմ իմ սկսած գործին, որովհետև եթե ես հավատ չունենամ որևէ գործի նկատմամբ, ինչը ես սկսում եմ, կլինի գործնական, անձնական կյանքում, որևէ այլ տիրույթում, ես պարզապես չեմ կարող սկսել, որովհետև տեսակով այնպիսի մարդ եմ,
ինձ համար շատ կարևոր է իմ այդ վստահությունը, որ ես ճիշտ ուղու վրա եմ, որ ես գտել եմ զարկերակը, այն գործի կամ այն թիրախային լսարանը, ում համար անում եմ ես այդ նախագիծը, հակառակ դեպքում, եթե ես այդ վստահությունը եւ հավատը չունենամ, պարզապես չեմ անի այդ նախագիծը, որովհետեւ ներքին համոզում ունեմ, որ եթե զգում ես, որ ինչ որ կասկածներ կան դեռ մեջդ, նշանակում է դեռ լիովին ամբողջությամբ չի եփվել եւ չի հասունացել այդ նախագիծը կամ այդ ասելիքը կամ այն օրը չի եկել, որ դու արդեն դա հանրայնացնես եւ լայն զանգվածների համար հասանելի դարձնես, այնպես որ ես 19 տարեկան եմ, երբ նախագիծը մտահղացա եւ կյանքի կոչեցի, թվում է թե շատ երիտասարդ, բայց ես շատ երկար ճանապարհ էի արդեն իսկ անցել մինչեւ այդ պահը ու կրկնում եմ, կար այդ վստահությունը, որ ես գտել եմ այն ասելիքը, որի պահանջարկը ունի այդ ժամանակվա երիտասարդությունը եւ մարդիկ առհասարակ, ինչպես նաեւ այն ճիշտ ձևաչափը, ֆորմատը, որը մարդկանց պետք է։ Եվ առաջին իսկ համարը, որը 2 թե 3 անգամ վերահրատարակվեց եւ ռեկորդային 15000 տպաքանակով սպառվեց, դա տպագիր մամուլի պատմության մեջ երբևէ չլսված տպաքանակ էր ու ես ուղղակի եւ հպարտ եմ եւ երջանիկ եմ դրա համար ու իհարկե ինչ խոսք կրկին ու կրկին ողջ շնորհակալությունս մեր ընթերցողներին, լսարանին, հանրությանը, որովհետեւ նրանց համար է արվում։ Ես դա ինձ համար չեմ անում, նրանց համար եմ անում եւ ես հենց երջանիկ եմ դրա համար, որ դա ընդունվեց, ընկալվեց եւ սիրվեց։ Հատկապես հաճելի է, երբ հիմա ոլորտի, մեր լրագրողների ոլորտի առաջատարները հենց եսամսագրում էլ աշխատել են, խոսքը Ամալիա Հովհաննիսյանի մասին է, Մհեր Բաղդասարյանի մասին է, եւ ոչ միայն։ Եվ ոչ միայն։ Էկրաններից շատերն են մեզ ողջունում, կլինի լրատվական հաղորդում, կլինի ժամանցային, ու դա էլ ինձ համար շատ մեծ երջանկություն է, ես շատ ուրախ եմ, որ այն ժամանակվա պատանիներն ու երիտասարդները ունեին դպրոց անցնելու, ունեին վայր, որտեղ բոլորովին անփորձ, սկսնակ, դեռուսանող եւ նաեւ բոլորովին անվճար այդ հնարավորությունը ունեին իրենց փորձելու, իրենց ձիրքը եւ իրենց շնորհը ել առավել զարգացնելու, կատարելագործելու եւ յուրաքանչյուր տաղանդավոր կամ շնորհալի կամ լավ գրիչ ունեցող երեխա, ով թակել է եսի դուռը, նրան տրվել է այդ հնարավորությունը, այսօր նաև շատերը քաղաքական ասպարեզում են, շատ հաջողությամբ իրենց դրսևորում եւ ես դրա համար միմիայն ուրախ եմ եւ ես շատ ուրախ եմ նրանցից յուրաքանչյուրի ձեռքբերմամբ եւ կարծում եմ, որ իրենք էլ պետք է մշտապես իրենց վրա աշխատեն, ել առավել առաջ գնան, որպեսզի միշտ նաև դա շեշտվում է, չէ, որ եսից են սկսել ու ես ուզում եմ, որ իրենք էլ միշտ որպես եսի կադր իրենց եւ անունը եւ եսի անունը միշտ պատվով ու այդպես հարգանքով մատուցեն։ Այնպես ստացվեց, որ շրջափուլ եղավ քո կյանքում եւ դու թողեցիր Հայաստանում ամեն բան, գնացիր Գերմանիա։ Մարդ, որը կայացած է արդեն Հայաստանում, 100% հանրության ճանաչում է ու թողնել ամեն ինչ, գնալը դա ոնց ես դու այդ հոգեբանական վիճակին հասել, որ առանց հետ նայելու գնացել ես։ Իրականում շատ եմ հարցազրույցներում նշել, որ ինձ համար երբ նժարին դրված է ընտրություն կատարելը հոգուտ մարդու, թե հոգուտ կարիերայի, ես միշտ ընտրությունը կատարում եմ հոգուտ մարդու։ Եվ ես երբեք չեմ զղջում այդ որոշման համար։ Միակ բանը, որ ինձ միշտ տանջում է, այդ մտատանջանքը կա եւ ես չեմ ցանկանում կեղծել եւ ասել, որ չկա։ Ես միշտ ետ եմ նայում, միշտ մտածում եմ, այ ինչ կլիներ, եթե 2014 թվականին ես իմ 14 տարվա կարիերան ջուրը չգցեի եւ Հայաստանից չմեկնեի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Այ դա ինձ միշտ հետաքրքրում է, որովհետեւ մեր կյանքը միշտ բաղկացած է ընտրություններից։ Եվ երբ գալիս է մի փուլ, մի կետ, որ դու ճանապարհի այն սահմանին ես, որ այդտեղից պետք է ճանապարհդ բաժանվի կամ աջ կամ ձախ կամ ուղիղ, եւ երբ դու այդ ընտրությունը կատարում ես, թե որ ճանապարհով պետք է գնաս, դու այդ պահին չգիտես, չէ, որ ճանապարհն է ճիշտ։ Դու երբեմն իրացիոնալ որոշում ես կայացնում, երբեմն զգայական, երբեմն ուղղակի զուտ սրտիդ լսելով, որովհետեւ եթե չոր այսպես նաև հաշվարկներով եթե ընտրությունդ կատարես, իհարկե կընտրես քո կարիերան, շահը, օգուտը եւ այլն։ Դրա համար ինձ միայն միշտ դա է հետաքրիր, թե ինչպես կդասավորվեր իմ կյանքը եւ ինչ կլիներ այնուհետեւ, որովհետեւ եսը իր պիկին էր,
եսը սիրված էր, ես որպես մանեքենուհի, ճիշտ է, բալիկի ծնունդից հետո այլևս ակտիվ չէի աշխատում, բայց միևնույն է լինում էին առաջարկներ, այսինքն այո, ես իմ հայտնիության ամենալավագույն տարիներին կարծես ամեն բան ջուրը գցեի եւ մեկնեի։ Եվ այնպես էլ չէր, որ ես ցանկություն ունեի մշտական բնակության որևէ այլ երկիր մեկնել եւ ամեն անգամ երբ ցանկանում էի հետ վերադառնալ, միշտ ճակատագրի այսպես քամահրանքով ինձ հետ ինչ որ մի փորձանք էր պատահում եւ թվում էր թե որ պետք է դեռ շարունակեմ այնտեղ էլ մնալ, բայց փորձում եմ կրկին չփոշմանել, չզղջալ, շատ չնայել եւ ուղղակի համակերպել իրողությունների հետ, հաշվի նստել նրա հետ ինչ ունեմ այսօր, ինչ կա այս պահին եւ այդ կետից շարունակեմ առանց կրկնում եմ հոգին եւ սիրտը չարությամբ եւ սրտնեղություններով լցնելու, որովհետեւ դա շատ կխանգարի ինձ ապրել։ Անի, Գերմանիայում, երբ որ սկզբնական շրջանում արդեն այնտեղ էիք, բնակություն հաստատեցիր, քեզ համար ամենամեծ խնդիրը ո՞րն էր։ Միակողմանի պատասխանատվությունը, լեզուն, օտար երկրում, Հայաստանում ամեն բան թողնել գնալը, այդ ժամանակ ի՞նչն էր քեզ ամենից շատ անհանգստացնում։ Ինձ նախ անհանգստացնում է, որ ես հայրենիքից հեռու, ով եմ ես այլ երկրում, չէ, դու անուն ես կերտել, աշխատել ես ինքդ քեզ վրա պատանեկան տարիներից եւ ինքդ քո անունը ստեղծել ես։ Չէ, դու բոլորի ուշադրության կենտրոնում ես եւ գալիս է մի վայր, որտեղ դու քայլում ես եւ կողը քեզ վրա չնայեն էլ։ Իհարկե մի բացառությամբ, որ երբ հայերն են հանդիպում, միևնույն է կրկին ճանաչում են, իսկ Գերմանիայում հայերը քիչ չեն, ինձ շատ սպանում էր այդ օտարության մեջ ինքս ինձ դեռևս գտած չլինելու զգացողությունը, որ ես ով եմ, ինչ եմ անելու առանց լեզվի իմացության, ուր եմ գնալու, բայց փառք Աստծո անգլերենի իմացությունը ինձ օգնեց, որպեսզի ես շատ արագ կարողանամ քիչ թե շատ իմ սրտին մոտ աշխատանք գտնել, ոչ լրագրության, բայց կրկին այնպիսի աշխատանք, որը ինձ համար քիչ թե շատ ընդունելի կլիներ։ Այնուհետև ես շատ արագ անցագործի եւ սկսեցի ինքս ինձ վրա աշխատել, լեզվի իմացությունը կատարելագործել ամեն օր ինքս ինձ վրա աշխատելով եւ ընդամենը 6 ամիս անց ես կարողանում էի խոսակցական առօրյա գերմաներենով շփվել, հաղորդակցվել, իմ հարցերը լուծել եւ գոնե այն նախնական աշխատանքները, որը հնարավոր է խոսակցական լեզվով կատարել, անել։ Ես տեսակով այնպիսի մարդ եմ, որ որտեղ էլ հայտնվեմ, եթե անմարդաբնակ կղզում էլ հայտնվեմ, ես իմ այդ էմոցիոնալ զգացմունքային հուզական վիճակը շատ արագ փորձում եմ կառավարել ու տեսեք լինելով գերզգացմունքային մարդ, ես նաև սարսափելի, այսպես ոնց ասեմ, adekvat մարդ եմ, հա, ես շատ արագ ամեն բան կարողանում եմ տեղը բերել, ինչն ինչոց է, ես որտեղ եմ, ես ինչ ունեմ անելու եւ իմ քայլերը շատ արագ ձևակերպում եմ եւ ըստ տրամաբանության առաջ եմ շարժվում, շատ ռացիոնալ եմ փորձում իմ ժամանակն ու ռեսուրսները օգտագործել, որովհետեւ եթե երկար տրվես այդ զգացմունքային եւ հոգեբանական ճնշված տրամադրություններին, ապա դու շատ երկար էլ անհաջողությունների կմատնվես, իսկ այդ անհաջողությունները այդպես է, չէ, դու ինչ շրջափուլի մեջ մտնում ես կյանքի, դա այդպես էլ անդադ պտտվում է քո շուրջ եւ հենց այդ նույն էներգետիկան եւ կրկնվող նմանատիպ իրադարձությունների հոսքն էլ դեպի քեզ է բերում։ Բայց ես աշխատում եմ դա միշտ կանխել, միշտ ղեկն իմ ձեռքը վերցնել եւ շատ արագ քայլեր ձեռնարկել հոգուտ ինձ, հոգուտ իմ ընտանիքի, որպեսզի ես ոչ թե տվյալ վայրում էլ տանուլ տամ, այլ ճիշտ հակառակը կրկին ստեղծված իրավիճակից հաղթողի կարգավիճակում լինեմ, եթե պատկերավոր այդպես անվանենք դա հաղթող կամ պարտվող։ Ցավոք սրտի այնպես է ստացվում, որ ամուսնալուծության ես դու հասնում, իհարկե քո թույլ տվությամբ այս թեմայով խոսենք, ինչի եմ ուզում այս հարցը բարձրաձայնել, որովհետև ցավոք սրտի մեր Հայաստանում ամեն երկրորդ ընտանիքը այս պահին ամուսնալուծության եզրին է, բաժանությունները շատ են։ Դու այդ շրջանում ինչպես եկար այդ գիտակցմանը, որ նախ օտար երկրում ես էլի, եկար որոշմանը, որ ամուսնալուծվում ես եւ շատերը աղջիկները փլուզվում են, չեն կարողանում հաղթահարել այդ վիճակը։ Դու ոնց հաղթահարեցիր։ Ամուսնալուծությունն էլ այն կետն է եղել, որից հետո այլևս պարզապես ինձ համար իմաստազուրկ են դարձել իմ բոլոր այդ հաղթահարումներն ու զոհողությունները,
Եվ ես այնպես չէ, որ Գերմանիայում եմ որոշումը կայացրել ամուսնալուծության, իրականում ամուսնալուծության ցանկությունն ու այդպես միտքը, որը արդեն իսկ սկսել էր ինձ տանջել, դա դեռ Հայաստանում է եղել։ Պարզապես երբ տեսնում ես, որ կողքինդ ունի քո աջակցության կարիքը, քո օգնության կարիքը եւ նա բախվել է մի խնդրի, որում դու չես ուզում նրան մենակ թողնել, որովհետեւ ինձ համար դա դավաճանության նման մի բան է, որ դու մարդուն եւ այս պարագայում ինձ համար ամենևին կապ չունի այդ մարդը կողակից կլինի, երեխատ կլինի, ծնողդ կլինի, քույրդ, ընտանիքի մեկ այլ անդամ։ Եթե դու մարդուն, ով այդ պահին քո ընտանիքի անդամն է համարվում, դժվար պահին միայնակ ես թողնում կամ լքում ես նրան այն ժամանակ, երբ նա ունի քո կարիքը, ես դա, չգիտեմ, աններելի եմ համարում, ես դա կանեի նորից ու նորից, եթե ընտրության առջև լինեի, եւ այլ հարց է, որ եթե նա չբախվեր այդ պահին լուրջ առողջական խնդրի, մենք եթե մնայինք Հայաստանում, նույն ամուսնալուծությունը Հայաստանում էր տեղի ունենալու, այսինքն դա ընդհանրապես ժամանակի խնդիր էր։ Ես պարզապես մարդուն փորձանքի մեջ միայնակ չէի ուզում թողնել եւ այսքանով սահմանափակելով իմ ամուսնալուծության թեման եւ անդրադառնալով առհասարակ ամուսնալուծություններին, պետք է ասեմ, որ ես այն մարդկանցից չեմ, որ ամեն մի աննշան ինչ-որ չնչին բանից կարող են ասել վերջ բաժանվում եմ կամ ինչ-որ մի բան, ինձ մանր-մունր խնդիրներով, կենցաղային հոգսերով չեն կարող վախեցնել, կոտրել կամ մտքափոխ անել իմ որոշումից եւ առհասարակ ընտանիքը ինձ համար շատ լուրջ բան է եւ ընտանիքին ես ամենայն եւ հարգանքով եմ վերաբերում եւ շատ ոնց ասեմ, այսպես դողալով, հա, որովհետև դա մի ինչ որ միավոր է ինձ համար, որի համար ամեն աստծոր պետք է հոգ տանել, բայց այդ հոգ տանելը պետք է երկու ստեկ լինի։ Միշտ մեկը չպետք է լինի տվողի, մյուսը վերցնողի դերում, միշտ մեկը սպառողի դերում, մյուսը անընդհատ ջանքեր գործադրողի։ Շատ գիտեք ինչ, ասում է, չպետք է քանդել ընտանիքը, այո, բայց եթե ընտանիք կա, չպետք է բաժանվի զույգը եւ միությունը, եթե միություն կա։ Բայց եթե դու զգում ես, որ դու այլևս այդ միության մեջ միակ օղակն ես, միակ փրկողակն ես այդ ընտանիքի, այսինքն հարց է առաջանում այլևս ինչը փրկել, եթե այսպես թե այնպես դու այդտեղ ընտանիք չես տեսնում, դու տեսնում ես ենթադրենք ուղղակի փոխհարաբերություններ, որտեղ ինչ որ մեկը պարզապես հարմար տեղավորվել է եւ անընդհատ վերցնողի, սպառողի, պահանջողի դերում է։ Օրինակ ես կարծում եմ, որ այո, շատ վատ է, երբ զույգերը բաժանվում են, բայց կրկնում եմ, եթե կա այդ հոգեվոր կապը, եթե կա զույգ, եթե կա պահելու բան, բայց եթե պահելու բան չկա եւ դու անարդարացի բաներ ես քո նկատմամբ տեսնում եւ տեսնում ես, որ քո չէ որ նաև յուրաքանչյուր ընտանիք իր պատմությունն ունի, յուրաքանչյուր զույգ անհատական իր այսպես ասած նրբություններն ունի, դու չես կարող բոլորին մեկ ինչ որ համընդհանուր բանով նայել։ Իմ պարագայում կոնկրետ օրինակ ինձ համար շատ ցավալի է, երբ մարդիկ չեն նկատում քո ամենօրյա զոհողությունները, քո զոհաբերությունները, քո ջանքերը, քո տանջանքները, քո համառ պայքարը, որպեսզի այդ միավորում բոլորին լավ լինի։ Ինչպես նաև ես չեմ հանդուրժում բռնություն, թե ֆիզիկական բռնություն, թե հոգեբանական բռնություն։ Իհարկե, եթե կա ընտանիքում բռնություն, ես չեմ հորդորում աղջիկներին շարունակել մնալ, որովհետև բռնարարները երբեք չեն փոխվում, մարդը ով մեկ անգամ ձեռք է բարձրացնում, նա դա նորից ու նորից կրկնելու է, բայց նաև չեմ ուզի, որ մեր թե աղջիկները, թե տղաները ամեն չնչին բանից ասեն վերջ, բաժանվում են, որովհետև բաժանվելը միշտ կա ու կա, դա ամենավերջին, այսպես ասած, կիրառելի գործիքը պետք է լինի այդ ամենում։ Դրա համար ես կուզեմ, որ ամեն չնչին բանից անմիջապես այսպես չպորտկան եւ չասեն վերջ, բաժանվում եմ, եթե կա սեր, եթե կա միություն, ապա յուրաքանչյուր ընտանիք էլ անցնում է դժվարություններով ու փորձություններով, պետք է փորձել պահել այդ ընտանիքը, եթե ընտանիք դեռ տեսնում ես այդտեղ։ Քանի որ շատ մեծ փորձ ունես եւ ճանապարհ ունես անցած այս դժվարությունների միջով, ինձ հետաքրքիր է հոգեկան առողջությանը դու ոնց ես վերաբերվում եւ մասնագետների դիմել ես դու։ Հոգեկան առողջությունը վստահաբար շատ ավելի կարևոր է, քան ֆիզիկական առողջությունը, որովհետեւ հոգեկան առողջության վատթարացումից եւ խաթարումից է, որ սկսում են գլուխ բարձրացնել արդեն ֆիզիկական բոլոր խնդիրներն ու առողջական
խնդիրները, ես վառ ապացույցն եմ դրա, այնպես որ իհարկե շատ լուրջ ու շատ խիստ եմ վերաբերում եւ ինքս կյանքի տարբեր փուլերում ունեցել եմ մասնագիտական օգնության աջակցության կարիք, որովհետեւ դու որքան էլ ուժեղ լինես, որքան էլ ինքդ քեզ հետ աշխատանք տանես եւ փորձես հոգիդ առողջացնել, երբեմն իսկապես ունես նաեւ մասնագիտական օգնության կարիք, բայց իմ պարագայում դա չի ստացվում, ես չեմ կարողանում հոգեբանների հետ զրուցել, բացվել, նաեւ երբեք ժամանակ չեմ գտնում դրա համար։ Պետք է մարդկանց հորդորեմ, որ անպայման հոգ տանեն իրենց մասին, իրենց հոգու առողջության եւ խաղաղության մասին, որովհետեւ երբ դա կորցնում ես, սկսում են արդեն այն ցավերը, այն բացասական բջիջները, որը յուրաքանչյուր մարդու օրգանիզմում կա, բայց քնած է հանգիստ, սկսում են դրանք գլուխ բարձրացնել, ակտիվանալ։ Շատ կարևոր է դա, շատ տեղին հարց էր սա։ Քանի որ շատ թիրախային բանից խոսեցինք, առիթից օգտվելով նաև հիմա այս պահին ես ուզում եմ մեր հետևորդներին նաև քեզ տեղեկացնել, որ հոգեկան առողջության համար շատերը բնականաբար մասնագետների են փնտրում, ոմանք գտնում են, ոմանք չեն գտնում եւ վատ փորձ են ունենում։ Բժիշկ, հոգեթերապևտ եւ նաեւ կլինիկական հոգեբան Ռաֆայել Պետրոսյանը իր համախոհ ընկերների հետ ստեղծել է Միտք էլեկտրոնային հարթակը, որտեղ համախմբված են հոգեկան առողջության հետ կապված բոլոր մասնագետները, հոգեթերապևտներ, հոգեբաններ, հոգեբուժներ, նաեւ շուտով հարակից, ոլորտի մասնագետներ կներգրավեն, սրտաբան, նյարդաբան, մի խոսքով բոլոր մասնագետները եւ կարող եք դիմել իրենց, խորհրդատվություն վերցնել, վստահ լինելով, որ ապահով ձեռքերում եք լինելու։ Անի, իհարկե, մենք գիտենք, թե դու Գերմանիայում ամենամեծ խնդիրը, որ կար, ինչին բախվեցիր, դա քաղցկեղն էր, երբ ախտորոշվեց քաղցկեղը։ Այդ պատմությունը կարծում եմ բոլորը գիտեն։ Հիմա դու մեկ նոր փուլում ես, նոր մարտահրավերի առաջ ես եւ հնարավոր է, որ նորից գնաս Գերմանիա։ Եթե դեմ չես այս մասին մի փոքր էլ խոսենք, ու այս ամենը, եթե չեմ սխալվում, գալիս է նաեւ քիմիաթերապիաների հետևանքով, չէ՞, սրտի խնդիրը։ Դե այնպես է հստակ չենք կարող ասել, բայց բժիշկների ենթադրությունները, ինչպես նաև իմ ենթադրությունները, դա հիմնականում կապված են հենց նրա հետ, որ այո, շատ ծանր քիմիաթերապիաները իրենց հետևանքն ունենում են։ Իհարկե շատ այլ գործոններ էլ կան, որոնք կարող են դրան նպաստել, բայց ենթադրաբար դա է եղել նաև պատճառը։ Այսօր ես պայքարում եմ սրտի շատ լուրջ ախտորոշումների դեմ, ավաղ դա մեկը չէ։ Եվ ես կարծում եմ, որ այս պայքարում էլ ես պետք է հաջողեմ, որովհետև ինչպես նախորդ բոլոր պայքարներում ես հույսս դրել եմ Տիրոջ վրա եւ Աստծուն ապավինած, իմ հավատքից կառչած առաջ եմ շարժվում, որովհետև եթե ես մի պահ հավատքը մի կողմ թողնեմ եւ շատ կենտրոնանամ իմ ախտորոշումների վրա, իմ խնդիրների վրա, չգիտեմ, ես պարզապես կցնորվեմ, իսկ ես փորձում եմ յուրաքանչյուր օրն ապրել այնպես, կարծես դա շնորհ է եւ պարգև է եւ փորձում եմ իմ ախտորոշումներից զատ իմ ինքնուրույն կյանքով ապրել, որքանով դա հնարավոր է լինում, ինչ խոսք ամեն օր չէ, որ հնարավոր է, ամեն օր չէ, որ ես ունեմ հրաշալի ինքնազգացողություն, որքան է դեղահաբեր եմ ընդունում։ Բայց ես ամեն օր դրա համար պայքարում եմ, կռիվ եմ տալիս, որպեսզի իմ կյանքի որակը հնարավորինս լավը լինի, որովհետև իմ կյանքի որակից կախված է նաև իմ երեխաների կյանքի որակը։ Իսկ ես բացի զգացմունքային մայրիկ լինելը, նաև ես սարսափելի պատասխանատու մայրիկ եմ։ Եվ ես ինձ պատասխանատու եմ զգում այդ երկու մարդկանց նկատմամբ, ում ես կյանք եմ տվել, լույս աշխարհ եմ բերել, եւ ես այո, պարտավոր եմ այնպես ապրել, որպեսզի իրենց համար կարողանամ ապահովել հնարավորինս բարեկեցիկ, գեղեցիկ, անհոգ եւ առանց այդ տարիքի համար խիստ դժվարությունների կյանք։ Դա իմ պարտականությունն եմ ես համարում եւ ես ամեն Աստծո օր արթնանում եմ աղոթքը շուրթերիս, այդ ոնց որ ամեն օրդ պայքար լինի։ Եվ ես այդ օրը պայքարում եմ եւ երբ երեկոյան պարկում եմ քնելու կրկին աղոթքով ամփոփում եմ իմ օրը ու շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ հաջողված եւ հաղթահարած գեղեցիկ օրվա համար։ Սա ինչ որ շատ ինչ որ ֆիլմային ու գրքային է հնչում, բայց իմ կյանքն էլ այդպես դասավորվեց եւ ես հոժարությամբ տանում եմ դա։ Այս պահին, քանի որ դու պայքարում ես եւս մեկ հիվանդության դեմ, դու ինքդ քո գրած գիրքը կարդում ես այս շրջանում։
Ես իմ գրած գիրքը ոչ թե կարդում եմ, այլ ժամանակ առ ժամանակ թվում է, թե այլևս ուժասպառ եմ եւ ողջ ռեսուրսները սպառել եմ եւ շատ դժվար է առաջ շարժվելը, վերընթերցում եմ կամ թերթում եմ եւ որոշ հատվածներ եմ աչքի անցկացնում եւ ասում եմ Անի, դու իրավունք չունես պարզապես հանձնվելու, որովհետեւ մարդն ով անցել է այս ամենի միջով եւ հաղթահարել է մահը, նա պարզապես իրավունք չունի թեկուզ հաջորդ անգամ պարտվելու նույն այդ մահվանը։ Այնպես որ ողջ հույսը Տիրոջ վրա եւ իհարկե նաեւ շատ շնորհակալություն իմ սրտաբաններին, մենք փայլուն սրտաբաններ ունենք, բայց ես կարծում եմ, որ որևէ գործ գլուխ չի գա առանց Տիրոջ մասնակցության, այնպես որ ես միշտ զգում եմ նրա ներկայությունը իմ կյանքում եւ ողջ փառքը տալիս եմ Տիրոջը։ Անի, խոսելով այս ամենի մասին, վստահ եմ դու նաև համացանցում կոմենտների բախված կլինես, երբ այսքան բանի միջով անցնելուց հետո մի հատ էլ մեղադրում են քեզ կամ կարող է ինչ-որ մեկը թույլ տալ անտակտ ինչ-որ բան գրել։ Դու ո՞նց ես վերաբերվում այդ մարդկանց, քո նյարդերի վրա չեն ազդում իրենք։ Խոհափիլիսոփայորեն եմ վերաբերում իրենց։ Գիտեք, ես այսպես ասեմ, կառուցողական քննադատությանը շատ լավ եմ վերաբերում։ Բայց մարդկանց, ովքեր հատկապես կեղծ հաշիվներ են բացում, օգտահաշիվներ եւ կեղծ էջերի ետևում թաքնվելով, իհարկե շատերի ձեռագրին ծանոթ եմ այս տարիների ընթացքում եւ հատկապես հարցազրույցների ներքո, երբ մեկնաբանություններ են գրում, որտեղ ճիշտն ասած իմ վիրտուալ տիրույթը այնքան մաքրված տիրույթ է, իմ հետևորդները այնքան իմն են Instagram-յան հարթակում կամ Facebook-յան, որ ես անհարկի եւ հիմար մեկնաբանությունների չեմ հանդիպում եւ ես դրանով էլ շատ երջանիկ եմ եւ այն օրհնված մարդկանցից եմ, որ ես միշտ իմ լսարանի հետ եմ, իրենք ինձ հետ են, մենք միմյանց գտել ենք եւ իմ լսարանն ինձ այնքան լավ է ճանաչում, որ երբեք իրեն թույլ չի տա անտեղի չարթարացված ինչ որ մեղադրանք հնչեցնելու կամ առավել եւս վիրավորելու։ Բայց այն մեկնաբանությունները, որոնք հատկապես ես ասացի ձեռագիրը ինձ ծանոթ է, շեշտադրումները, բառամթերքը կամ այն թեմատիկան, որը շոշափում են նրանք, ես դրան էլ շատ այսպես ըմբռնումով եմ մոտենում, մարդիկ որևէ կերպ չեն կարողանում մարսել քեզ, քո կերպարը, քո տեսակը, որովհետև դու հաճախ մարդկանց ողջ էության հերքումն ես քո տեսակով։ Դու մարդկանց ողջ էության հակապատկերն ես քո կենսակերպով, ապրելակերպով, քո հոգևոր սկզբունքներով եւ երբ չես իջնում քո բարձունքից, որովհետեւ երբ հոգևոր դաշտը շատ կայուն է, երբ հոգևոր դաշտում շատ զորացած ու ամրացած ես, դու այդ բարձունքից, որովհետեւ դու ձգտում ես դեպի Տիրոջը մոտ լինելը, իր հոգևոր սկզբունքներին հավատարիմ լինելը եւ քեզ չի հետաքրքրում ներքևում ինչ են անում։ Ոտքերի տակով սողուններ էլ կանցնեն, շներ էլ կհաչան, ամեն տեսակի կերպարներ ու երևույթներ ու էակներ ու կենթանիներ ոտքի տակ կընկնեն, բայց դու շատ վերևում ու շատ կայուն ես։ Ոչ թե ես ինձ բարձր եմ համարում ինչ որ մեկից, այ սա էլ գուցե հիմա սխալ ընկալեն եւ սկսեն սխալ մեկնաբանել։ Ոչ, ես հոգևոր դաշտի մասին եմ խոսում։ Դու չես կարող քո այդ դաշտից իջնել եւ ինչ որ ճղճիմ խոսակցությունների մեջ սկսես, այսինքն իջնես այնտեղ, որտեղ դու հոգով չես, քո հոգին բոլորովին այլ տեղ է սավառնում, դու չես կարող իջնել հավասարվել այդտեղ։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ հոգեկան առողջության հետ խնդիր ունեն, իսկ այդպիսիք էլ շատ են, ես նկատել եմ։ Տեսնում ես, աչ ու ձախ բոլորի էջերում ինչ-որ վատ բաներ են գրում, կարծես իրենք իրենց փոփեն այդպիսով, փորձեն իրենց հավատացնել, որ այ աչ ու ձախ, որ իրենք բոլորին սևացրեցին, բոլորի վրա ցեղ շպրտեցին, իրենք դրանից առավել լավը եւ առավել դրականը երևացին, որ իրենք ավելի լավն են, այ դու լավը չես, դրա համար քեզ վատ բան է ասում։ Բայց մարդիկ միշտ մոռանում են երկու կարևոր բան, որ առաջինը նախ իրենց շուրթերից հնչում է եւ իրենց բերանից դուրս է գալիս այն, ինչ իրենց հոգում է, իրենց սրտում է եւ այն, ինչ իրենք իրենցից ներկայացնում են, եւ մյուսը, որ երբ դու ուրիշների վրա ցեղ ես շպրտում, դա գուցե նրան չհասնի, բայց դու ես կեղտոտվում։ Այնպես որ ես շատ այսպես կամահրանքով, խոհափիլիսոփայորեն եւ քմծիծաղով եմ վերաբերում եւ ինձ համար միշտ ու միշտ կարեւոր է թե ես ինչ տպավորություն կգործեմ եւ ինչ տեղ կգրավեմ Տիրոջ մոտ։
որովհետև հազարավոր եւ միլիոնավոր մարդիկ ունեն իրենց մտածելակերպը, իրենց դաստիարակությունը, իրենց կրթությունը, իրենց կենսակերպի պատկերացումները, կյանքի իրենց խոհափիլիսոփայությունները, սա կարող է մատները չեն հերիքի թվարկել ու թվարկել ու թվարկել։ Ու դուք պատկերացնում եք յուրաքանչյուր այդ մարդը անհատը քեզ դատում է հենց այդ հարյուրավոր կետերի դիտանկյունից։ Եվս դրա դու ինչպիսի մարդ պետք է լինես, որ բոլորին բավարարես, բոլորին դուր գաս, բոլորի սրտով լինես, բոլորի պատկերացումներով լինես։ Իսկ ես երբեք ու երբեք, անգամ ես ինձ որքան հիշում եմ գիտակից տարիքում, անգամ այն տարիքում, որ թվում է այդ տարիքին պետք է բնորոշ չլիներ այդ հասունությունն ու առողջ դատողությունը, բայց ես երբեք իմ առջև խնդիր չեմ դրել դուր գալու, երբեք իմ առջև խնդիր չեմ դրել բազմության մեջ նրանցից մեկը լինելու։ Եթե անգամ ես հասկացել եմ, որ ինչ որ միտեղ ես բոլորովին այլ կերպ եմ մտածում, այլ կերպ եմ ապրում, մյուսները այլ, ես չեմ փորձել ինչ չէ թե նրանցից մեկը լինեմ, տրվեմ այդ հոսանքին։ Թող որ ես միշտ փորձեմ, ձգտեմ, ես ջանում եմ, ես կատարյալ չեմ, ես մահկանացու եմ, ինչպես բոլորը մեղքերով, սխալներով, գիտակից կամ անգիտակից, բայց ես մեկ ձգտում ունեմ։ Մեկ մարդու առջև եմ հաշվետու։ Իսկ մնացած բոլորը թող իրենք իրենց պատկերացումներով, իրենց չափորոշիչներով, չափանիշներով, իրենք իրենց համար դա սահմանեն եւ իրենց կյանքը ըստ դրա ապրեն եւ չպարտադրեն դա ինձ կամ ինձ մեղադրեն իրենց պատկերացումներին չհամապատասխանելու մեջ։ Երեկ կոմենտների դաշտն էի ուսումնասիրում, հասկացա, որ մարդկության, մեր հասարակության 99%-ը քեզ սիրում է։ Զգացված է։ Վատ կոմենտներ կամ այդ վստահ եմ դու գիտես, հա, հասցեատերերն ովքեր են, նման մարդիկ 1%-ն էլ երևի թե չեն կազմում իրականում վատ կոմենտների, բայց ես հասկացա ընդհանուր կարծիք որպես հասարակությունից, որ քեզ որպես հզոր եւ շատ ուժեղ մարդ են ընկալում, բայց դու կուզեիր, որ հասարակությունը քեզ այդպես ճանաչեր։ Դե նայեք, ես կարծում եմ, որ ես նաև փոքրուց այդպիսին եմ եղել, ինձ դեռ փոքրուց ընկալել են որպես ուժեղ աղջիկ, պայքարող աղջիկ, քաջ աղջիկ, խիզախ աղջիկ, բայց կուզեիր այս կամբանի մեջով անցնել, որ իհարկե չէի ցանկանա եւ որպես կին, որպես աղջիկ, որպես նուրբ էակ ինչ որ միտեղ, կուզեի, որ ավելի շատ մարդկանց այդպես ասոցիացիաները կամ ինձ նույնականացնելը լիներ որպես զուտ հաջողակ եւ երջանիկ եւ ինչ որ միտեղ կա չէ որ ասում են շապիկով ծնված մեկը այդպիսի մարդու հետ ասոցացվի ինչու ոչ թող մի անգամ էլ ես այդպես ապրեի որ ուղակի օդից բախտս ինչ որ մի բան բերում է բայց քանի որ ես ամեն ինչին պայքարով եմ հասնում ամեն ինչին մաքարելով եւ շատ ջանքեր գործադրելով եմ հասնում ստացվել է այդպես որ ինձ հենց այդպես էլ ընկալում են դե ինչ արած ես էլ հաշվի եմ նստում դրա հետ այս պահին արի կոմենտներին անդրադառնանք որոնք շատ քիչ են որոնք ես կասեի համարյա չկան միայն բացասականներն եք կարդում դրականները չեք կարդում ոչ դե դրականները ամբողջ համացանցում դրականն են դրա համար մենք առանձնացրել ենք ընդհանրապես մի քանի վատ կոմենտ ահա անի ծանոթ ես Էկովիլ ընկերությանը Ճիշտ ասած չեմ ստի։ Ահա, Էկովիլը ներկայացնում է միջազգային լավագույն առաջատար ապրանքանիշների արևային կայանները, բնակելի, կոմերցիոն եւ արտադրական մասշտաբների ծրագրերի համար Հայաստանում, Վրաստանում եւ Շվեյցարիայում։ Իդեպ Էկովիլը ունի նոր թվային պրոդուկտ, որ կարող են ընդհանրապես տանից նստած գումար վաստակել խորհուրդ տալով պարզապես։ Մանրամասների ծանոթանալու համար կարող եք այցելել Էկովիլի պաշտոնական կայքեջը եւ այնտեղից արդեն ամբողջ ինֆորմացիան ստանաք։ Մասնակիցը դարձեք կանաչ միջավայրին եւ զգացեք արևի ուժը Էկովիլի հետ միասին։ Արդեն 10 տարի Էկովիլը առաջատար դիրք է զբաղեցնում արևային էներգիայի ոլորտում եւ ներկայացնում է միջազգային առաջատար ապրանքանիշերի բարձրակարգ ապրանքատեսականին։ 2015 թվականից Էկովիլը միավորում է արևի ուժն ու ժամանակակից որակյալ տեխնոլոգիաները, Հայաստանում ներդնելով վերականգնվող էներգիայի նորարարական ինժեներական լուծումներ։ Մեր նպատակն է ստեղծել կանաչ եւ կայուն ապագա, միաժամանակ խթանելով էներգետիկ անկախության զարգացմանը։ Ընկերությունը հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը եւ ոլորտի խոշորագույն գործատուն, նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը։ Էկովիլ թիմի մասն են կազմում ավելի քան 350 առաջատար մասնագետներ, ովքեր իրենց փորձով եւ գիտելիքներով նպաստում են ոլորտի առաջխաղացմանը։ Ընկերությունը գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ ՀՀ սահմաններից դուրս, Վրաստանում եւ Շվեյցարիայում։ Միացեք նրանց, ովքեր ընտրել են Էկովիլ եւ զգում են արևի ուժը արդեն 10 տարի։
Էկովիլ, զգա արևի ուժը։ Վստահ եմ Գերմանիայում ապրելով գրոհե արտադրանքին ծանոթ կլինես։ Լսել եմ։ Աշխարհահռչակ գրոհեն արդեն Հայաստանում է եւ պաշտոնական ներկայացուցիչը United Technical Service ընկերությունն է, ովքեր ցանկանում են իսկական գրոհե ունենալ տանը եւ երկար ծառայի այդ ապրանքը ընտանիքին, կարող են վստահաբար գնալ Դավիթ անհախտինը կամ մտնել shop.grohe.am վայրկյանների ընթացքում, պատվերներ գրանցել եւ ստանալ նաեւ կտրոն, երաշխիքային կտրոն, որ եթե իհարկե, բայց վստահեցնում եմ, որ խնդիր չի լինի, կգան եւ կփոխեն։ Հայաստանում միակ ու առաջին գրոհե առցանց խանութն արդեն գործարկվել է։ shop.grohe.am Գնիր առցանց, ստացիր արձեռը։ Համեղ սնվել սիրում ես։ Իհարկե, համեղ եւ առողջ։ Ես վստահեցնում եմ քեզ, որ դու մեր գործընկերոջը կհավանես The Garden-ն է, Մաշտոցի պողոտայում գտնվող, այնտեղ ֆանտաստիկ ուտելիքներ կան, դու ծովամթերքի սիրահար ես, եթե չեմ սխալվում։ Այնտեղ շատ համեղ մթերքներ կարող ես փորձել, ծովամթերքներ, եւ եթե գարեջուր սիրում ես, բայց չես փորձում, ալկոհոլ չեմ խմում։ Ոչինչ, ալկոհոլը կփորձեն քո ընկերները։ Դու միայն կսնվես, կարող ես համենալ, քեզ այնտեղ սիրով կսպասեն։ Շնորհակալ եմ։ Առաջին կոմենտը, Միկին գրել է ինչ որ մի կեղծ բան կա այս կնոջ մեջ, բայց թե ինչ, դա չեմ կարողանում հասկանալ։ Գուցե դուք եք ինձ ձեր կեղծ հայացքով նայում, որովհետև ես վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել եւ ասում է, չես, երբ ամեն ինչին սիրով ես նայում, հենց այդպես սիրառատել երևում է քեզ, այնպես որ տիկին ջան, երևի խնդիրը ձեր մեջ փնտրեք։ Այնպես որ Հիմա տես գրում են կեղծավոր տեսակ։ Նա իր որդուն Դավիթին չի թողնում իր սեփական հորը տեսնել եւ նույնիսկ մահացող պապիկի վերջին ցանկությունը Դավիթին տեսնել նույնպես չի թույլատրել եւ հետո այսպիսի մարդը Աստծո մասին է խոսում։ Այ, սա հենց այն մեկնաբանությունների դասին է պատկանում, ինչի մասին ես խոսում էի, եւ ինձ շատ հայտնի է այս ամենը որտեղից է գալիս։ Գիտեք, այո, Աստծո մասին խոսում եմ եւ շատ པարզ ճակատով եմ խոսում եւ թող որ Տերը դատի, ով է կեղծավոր, ով ոչ, դուք իմ տանը չեք, իմ ու իմ որդու հարաբերություններին ծանոթ չեք եւ չեք կարող ինքներդ դատել եւ որոշել։ Ես չեմ թողնում, թե իմ որդին ինքը չի ցանկանում եւ առհասարակ բոլոր նմանատիպ ուղղորդված մեկնաբանություններին միանգամից ընդհանրացված պատասխանելով Սուսիկ ջան, ես մի բան կարող եմ ասել, թեև արդեն հարցազրույցի ընթացքում քանիցս այս միտքը հնչեց։ Ինչ հաշիվ ունեմ Տիրոջ հետ ունեմ, ինչ դատ ունեմ ստանալու Տիրոջից ունեմ։ Իսկ մնացած բոլոր այս անթերի իդեալական եւ կատարյալ մարդիկ, որ 10 տարի սվիններն առել ընկել են իմ ետևից եւ որևէ կերպ չեն մարսում ու չեն հանգստանում, ուղղակի Աստված իրենց հետ։ Իմ խիղճը մաքուր է, իմ խիղճը հանգիստ է, ես գիտեմ ինչ ինչպես եւ որը որից հետո է, մնացածը որքան ուզում են թող չարախոսեն, զազրախոսեն, որքան ուզում են թող ոսկորներս լվանան։ Ես բացարձակ դրանից չեմ անհանգստանում։ Անցնենք առաջ, ռուսատառերով հայերեն այս գրվածքները շատացի։ Ռուսկախոս են։ Ռուսկախոս, մտամինչ, այս sense որ գրում են։ Ումն է հետաքրքիր անի մասին, ինչ կա, ով է, ինչա։ PR է անում պարզապես։ Դե կրկին ինչ ասեմ, ինչ պատասխանեմ այս տիկնոջը։ Հենց միայն Իդեպ սա տղամարդ է։ Հա, չդե չենք կարող իմանալ, դա շատ դեռ անհայտ է այդ օգտահաշիվների յետևում ովքեր են, թեկուզ եթե տղամարդ է կամ կին է, բայց այն, որ ինքը մտել է, դիտել է կամ մեկնաբանություն է գրել, արդեն իսկ խոսում է այն մասին, որ ուրեմն ձեզ ինչ-որ միտեղ հետաքրքրել է, որովհետև ուղղակի ես չեմ պատկերացնում, իմ գլխի մեջ չի տեղավորվում, ինձ ինչ-որ մի բան կամ ինչ-որ անց չհետաքրքրի, ու ես այնքան ժամանակ ծախսեմ, որ մտնեմ մի բան էլ մեկնաբանություն գրեմ, իսկ եթե անգամ ձեզ իսկապես չի հետաքրքրում,
ապա դուք կարող եք շրջանցել, բայց ուրիշների փոխարեն չորոշել եւ գնահատական չտալ, ուրիշներին հետաքրքրում է իմ անձը, թե ոչ։ Եվ ուղղակի գիտեք ինչն է սրա ծիծաղելի եւ զարմանալի, որովհետեւ դա գրում են մի մարդու մասին, մի անձի, ով 25 տարի գործունեություն է ծավալում եւ ողջ այս տարիների ընթացքում հարյուրավոր եւ հազարավոր մարդկանց է ոգեշնչել, որպեսզի իրենց պայքարի ճանապարհն անցնեն կամ ինչ-որ գործ սկսեն։ Եվ առավել եւս վերջին 7 տարում իմ գրքերը, որոնք հազարավոր մարդկանց են օգնել եւ ոգեշնչել եւ այդ մարդկանց իսկապես խորապես հետաքրքրում է եւ իմ անձը, եւ իմ գործունեությունը, եւ իմ անցած ճանապարհը, ինչ որ մեկը մտնում է գրում է, բայց ում է հետաքրիր։ Լսիր, տիկին կամ պարոն, դու քո մասին խոսիր։ Դու ինչու ես ուրիշների փոխարեն ախր որոշում։ Այս սա չեմ ընկալում։ Հասկանում եք, եթե ինքը ինչ որ կառուցողական քննադատություն հնչեցնի, ես կասեմ շատ լավ, ապրեք, ես այդ տեսեք չէի մտածել դա, ես մի հատ էլ այդ ուղղությամբ կնայեմ դրան, կմտածեմ։ Բայց երբ որ մարդիկ ուղակի մտնում են բառակույտ են այդպես ցակուցրիվանում, համացանցում ու դուրս են գալիս, չգիտեմ, անլուրջ է, իրականում անգամ ափսոսել է այս ժամանակը ու եթերային ժամանակը, որ մենք իրենց վրա ծախսում ենք։ Հաջորդը, շատ ուրախ եմ, որ կան հայ տղամարդիկ, որ չեն նայում կինը բաժանված է, երեխա ունի, այլ սիրում են ու ամուսնանում։ Վերջապես հայ տղամարդկանց մտածողության մեջ շատ մեծ փոփոխություն կա։ Անին կարելի է ժամերով լսել ու իրենից շատ բան սովորել։ Երջանկություն քեզ։ Անչափ շնորհակալ եմ, իսկ ինչ վերաբերում է հայ տղամարդկանց հատվածին, պետք է ասեմ, որ բավական երկար տարիներ է արդեն, որ մեր տղամարդիկ այդ բարդույթը հաղթահարել են, եւ ես ուղղակի կուզեմ, որ մարդիկ կարճեն ոչ թե այս կամ այն մարդու նախկին անհաջող փորձից անձնական, այլ մարդուն գնահատեն ըստ արժանվույն, ըստ իր արժանինքների։ Անի, եւս մեկ անգամ շնորհակալություն ժամանակ տրամադրելու համար։ Հուսամ քեզ այս կոմենտներով չնեղացրեց։ Ամենևին, Սուսիկ ջան, հանգիստ եղիր, ես ինչպես ասացի, ես շատ ժպիտով եւ այսպես խոհափիլիսոփայորեն եմ նայում այս ամենին եւ ես նայեմ ով եմ անկախ այս մարդկանց գնահատականներից եւ կարծիքից։ Մենք քեզ շատ սիրում ենք եւ եւս մեկ անգամ շնորհակալություն։ Իսկ ես ուզում եմ հիշեցնել, որ մեր գլխավոր գործընկերն է Grohe մասնագիտացված խանութը, որը Հայաստանում ներկայացնում է United Technical Service ընկերությունը։ Grohe կայունություն եւ կոմֆորտ մեկ սրահում։ Դավիթ Անհախտ 9 Սրահը ներկայացնում է United Technical Service ընկերությունը։